Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Գյուլերյանին։ Բարև ձեզ Տիկին Գյուլերյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի եւ նման հնարավորության համար։ Սիրով։ Տիկին Գյուլերյան, ուզում եմ սկսենք Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից։ Կառավարության ղեկավարը իր Facebook-յան էջում գրել էր, որ մեր զինված ուժերին հանձնարարել է, որ հրադադարի ռեժիմը չխախտել, քանի որ Հայաստանը գնում է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության։ Որքանով է այս գրառումը եւ այս հրամանը առհասարակ ձեզ համար հասկանալի, այսպես ասած երրորդ կողմից նայողի համար տպավորություն չի ստեղծում, որ Հայաստանն էր խախտում հրադադարը, երբ Հայաստանի ղեկավարը նման հրաման է տալիս։ Անկեղծ ասած նման գրառումը ինձ համար զարմանալի չէ, որովհետև գրառման հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, իսկ Նիկոլ Փաշինյանը մինչև օրս իր ամբողջ գործունեությամբ ասել է՝ դուք եկեք առաջ անցեք, ինչքան հնարավոր է, մեկ է, միևնույն է, մենք չենք կրակելու։ Այսինքն դա ինքը փաստում է մեկ անգամ եւս, որ ինքը հրահանգ է տալիս, ինքը հրահանգ է տվել զորքերը հետ քաշելու, որպեսզի թշնամին առաջ գա։ Հիմա այդ նույն հրավերն է, նույն բանն է։ Դուք եկեք առաջ անցեք, մենք ձեր վրա չենք կրակել։ Դուք եկեք այն տարածքները, որը ձեզ պետք է, եկեք առաջ գնացեք։ Դրանից լավ երկրի հանձնման գործընթաց ինքը պարզապես բացահայտ ասում է այն ինչ որ ուզում է, չգիտես ինչի մեր հանրությունը փորձում է բացատրություններ տա, չէ՞, նա ուղղակի ասում է։ Զարմանալի չէ ձեզ համար։ Ինձ համար զարմանալի չէ, որովհետև այդ մարդը մինչև հիմա էլ այդ նույն տրամաբանության ոչ միայն ասել, այլև գործել է։ Բայց նաև չի ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը այս կերպ նաև Հայաստանն է ագրեսոր դարձնում, որովհետև իրավիճակին չտիրապետող մարդու մոտ հենց նման տպավորություն կարող է ստեղծել, որ Հայաստանն էր խախտում հրադադարը։ Վաղուց է Հայաստանը ագրեսոր դարձրել Ադրբեջանի հետ հարաբերություններում այն փաստը, որ Արցախը Ադրբեջան է։ Դա ինչ է նշանակում։ Դա ադրբեջանցիները հենց դրանից օգտվելով հայտարարեցին, չէ՞, որ այդ նշանակում է Հայաստանը ագրեսոր էր եւ ադրբեջանական տարածքներ էր գրավել։ Նոր է ասել, որ Հայաստանը Նիկոլը հենց այդ գործունեությունը, այդ իր գործունեությունը այդ մտադրությամբ է սկսել, որպեսզի ամբողջ աշխարհին, ամբողջ հանրությանը ներկայացնի Հայաստանին որպես ագրեսոր, որպեսզի հնարավորություն տա Ադրբեջանին մտնել Հայաստանի սուվերեն տարածք, գրավել Արցախը, այնպես որ ինքը հենց այս ծրագրով էլ եկել է, ինչ ենք զարմանում, ինքը եկել է այդ ծրագիրն իրականացնելու եւ ամեն օր նոր քայլ է անում այդ ծրագիրն իրականացման ճանապարհին։ Ես անկեղծ ասած չեմ զարմանում եմ զարմացողների վրա, որովհետեւ ես միշտ համոզված եմ եղել իմ բոլոր ելույթներում ասել եմ, որ այս մարդիկ, այս թիմը եկել է մեր երկիրը հանձնելու եւ ամեն օր այս ծրագիրը շատ լավ էլ կատարում է ցավոք սրտի դեռ։ Օդին Գյուլերյան, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, ինչը Ադրբեջանի կողմից չենք տեսնում, չնայած Հայաստան բանակցությունները ավարտվել են եւ Հայաստանը համաձայնել է թե միջազգային ատյաններում ներկայացված հայցերից հրաժարվել, թե դիտորդներին դուրս բերել, սակայն Ադրբեջանը նույնպիսի պատրաստակամություն չի ցուցաբերում։ Ըստ ձեզ ինչու է Նիկոլ Փաշինյանն այսքան շտապում եւ եթե անգամ այդ փաստաթուղթը ստորագրվի, դա Հայաստանին ինչ կտա։ Այդ փաստաթուղթը եթե անգամ ստորագրվի, տալու է միայն Նիկոլին ինչ որ բան։ Նիկոլին տալու է խաղաթուղթ, որ հանրության առաջ ասի տեսեք, մեր բանակցությունների արդյունքում մենք հաստատեցինք խաղաղություն։ Իրականում այս փաստաթուղթը խաղաղության իմիտացիա է ձևավորում ուղղակի հանրության մեջ։ Այդ փաստաթուղթը, որը ոչ թե պայմանագիր է, նախ համաձայնագիր է, իսկ համաձայնագիրն ու պայմանագիրը էապես որպես իրավական փաստաթուղթ շատ տարբեր են, ինչու, որովհետև պայմանագիրը ինքը ենթադրում է վավերացման գործընթաց ազգային ժողովը, որոշ եթե դա տարածքների հետ է կապված հարակվե եւ այլն։ Իսկ համաձայնագիրը բոլորովին այլ փաստաթուղթ է։ Հանրության աչքերը, ականջն ու աչքերը փակելու, թոս փչելու համար այդ նման անուններ են տալիս, բայց իրականության մեջ այդ փաստաթուղթը Հայաստան-Ադրբեջան այդ իրենց կոչված պայմանագիր, նախապայմանագիր, համաձայնագիր այդ ամեն ինչը իրականում իրեն պետք է որպես հաղթաթուղթ, որպեսզի առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններում ժողովրդին ասի, տեսեք, ես հասել եմ դրան։ Մենք խաղաղություն բերեցինք։ Մենք խաղաղություն բերեցինք, բայց իրականության մեջ այդ փաստաթուղթը ոչինչ է խաղաղություն բերելու առումով, այդ փաստաթուղթը իրականում դուք ասում եք ավարտվեցին բանակցությունները, ինչ բանակցություններ ավարտվել են այս պահի դրությամբ Հայաստանի կողմից զիջումների կատարումը, այս պահի դրությամբ արտգործնախարարը խոստովանեց։ Ըստ էության շնորհակալ եմ, որ այդ մասին խոսեցիք, տեսեք, փաստացիորեն այդ իր հայտարարությունից հետո, որ արդեն փաստաթուղթը նախաստորագրման համար պատրաստ է,
հետևեցին տարբեր եվրոպական երկրների տարբեր պաշտոնյաների ողջունի խոսքերը այդ համաձայնագրի առումով, բայց ուշադիր պետք է ուշադիր նայել այդ ողջունի խոսքերի մեջ, որպես դիվանագիտական ուղղություն տողատակեր կար։ Օրինակ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ասաց. մենք ողջունում ենք Հայաստանի միակողմանի համարձակ զիջումները, խիզախ զիջումները, այսինքն դրանից լավ հայտարարություն, որ սա Հայաստանի կողմից կապիտուլյացիան փաստաթուղթ է, Հայաստանը գնում է կապիտուլյացիայի ստորագրման, դրանից լավ էլ ոնց ասվի խիզախ զիջումներ, համարձակ զիջումներ, համարձակ զիջումը միակողմանի, դա կապիտուլյացիան է, դրա անունը ուրիշ բան չի, շատ լավ էլ այդ ասեցին, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները ողջունելով էլի նորից այս համաձայնագիրը ասեցին, մենք ողջունում ենք այս համաձայնագիրը երկկողմ արդյունքը եւ դա տեսնում ենք միջազգային տրամպյան խաղաղության այսօրվա գործընթացի համատեքստում։ Այսինքն սա փաստացիորեն իրենից ենթադրում է, ես գոնե այդպես եմ ենթադրում, որ ինքը ինչ-որ ձևով ուղերձ է ուղղակիորեն Ադրբեջանին, որ որևէ պատերազմական գործողության մասին միտք անգամ դուք իրավունք չունեք անելու, բայց փաստացիորեն Նիկոլը ինքը հանրությանը խաբում է, որ տեսեք Ադրբեջանը ամեն օր նոր պատերազմի է պատրաստվում, ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն են տարածում, ռեժիմով ապատեղեկատվություն, ամենօրյա ռեժիմով հայ հանրության մեջ վախի զգացումն է խորացնում, որ էսա պատերազմ է լինելու, մենք այդ էսա եկող պատերազմը կանգնեցնում ենք այս փաստաթղթով, կանգնեցրեցինք, տեսեք, իր դիվանագիտական արդյունքներ ենք գրանցել, իսկ դուք ասում եք մենք դիվանագիտություն չունենք, սա է ընդհանրապես։ Այսինքն ձեզ ճիշտ եմ հասկանում, Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մեր հանրությանը ահաբեկում են նմանատիպ հայտարարություններով, որովհետև իրենք միասին են այս ծրագիրը մշակել, իրենք միասին են այս ծրագիրն իրականացնում, ոչ թե մշակել, այլ պարզապես Ադրբեջանի ծրագիրն է իրականացվում այսօր Հայաստանում Նիկոլի ձեռքերով, Նիկոլի թիմով, եւ բնականաբար, այո, սա նաեւ կարող ենք ողջամիտ ես կասկած ունեմ, որ ինքը առաջիկայում սրանով փորձում է հանրության նոր բողոքի ցասումի թափը կոտրել եւ երևի թե առաջիկայում նոր զիջումների է գնալու ինչպես Կիրանցում, որովհետեւ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է արդեն, անկլավներն է ուզում, Տիգրանաշեն է ուզում, առնվազն գոնե Ադրբեջանը այս աջակցելով Նիկոլին այդ վախի զգացում ունենալով առանց որևէ քայլի, առանց որևէ ինչ որ ուժի կիրառման ոնց որ Կիրանցը ստացավ, այնպես էլ դրանք է ստանալու։ Այս իշխանության գործունեությունը, այս պայմանագրի արդյունքը, ինչ համաձայնագիր, ինչ խաղաղություն, սա ընդամենը մի հատ կապիտուլյացիոն փաստաթուղթ է, որը ժողովրդի աչքի առաջ այսպես դիտապահարվի, որպես գործունեություն ձայներ ստանալու, բայց ես արդեն առավել քան համոզված եմ եւ մեծ հույս ունեմ, որ հանրությունը վաղուց արդեն գիտակցում է այս փաստաթղթի էությունը եւ երբեք իրականում այս փաստաթղթի վրա մեծ շանսեր, այս փաստաթուղթը հանրությանը խաբելու առումով արդեն շանսեր չունի։ Իրականում ինչ կա այս փաստաթղթի մեջ, մենք չգիտենք, որովհետև այդ ամբողջ գործունեությունը, հանրության այդ քննարկման արդյունքում այդ իր այդ բարձրագոչ հիշեք կոչերը այն ժամանակվա այսօր կյանքի չեն կոչվել, հանրությանը չի ներկայացվել այս փաստաթուղթը, բայց մենք հենց Ադրբեջանի կողմից հայտարարություններով գիտենք, որ այս փաստաթղթում հստակ արդեն ձևակերպվել է, Հայաստանի կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցման մասին, Հայաստանի կողմից տարբեր Մինսկի համանախագահների լուծարման առաջարկի մասին, միջազգային հարթակներում գանգատներից, մեր միջազգային գանգատներից հրաժարումը, մենք գիտենք, որ դրանք կան, իսկ ինչ չկան, մենք գիտենք, որ չկան ընդհանրապես այս փաստաթղթում գերիների Ադրբեջանում այսօրվա այս խայտառակ դատավարության գործընթացի արդյունքում մեր գերիների նկատմամբ կտանքների դեմ բողոքի մասին, ընդհանրապես գերիների հետ վերադարձի մասին ոչինչ չկա, ընդհանրապես Հայաստանի տարածքում, սուվերեն տարածքում այսօր ադրբեջանական զորքի հետ կանչման մասին բացարձակ ավելի քան 240 կիլոմետր օկուպացված է մեր երկրից։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ եթե մենք ընդ որում հետ կանչվող գանգատներից մեկը նաև հենց դրան էր միտված, այսինքն ստացվում է, որ մենք լեգիտիմացնում ենք այսօր
ադրբեջանական զորքի Հայաստանի սուվերեն տարածքում լինելը, եթե մենք այդ գանգատից հրաժարվում ենք։ Ինքը հրաժարվում է գանգատից, որոնցից մեկը վերաբերում է 44-օրյա պատերազմում եւ այդ ընթացքում ընդհանրապես արցախահայության հայ զինվորների արցախահայ բնակչության նկատմամբ այդ ռազմական հանցագործությունների դրանից մենք հետ ենք հրաժարվում։ Մենք հրաժարվում ենք, ես նույնիսկ փորձեմ, որ ավելի գերեվարված հայերի նկատմամբ օրինի դատավարությունները այդ քննադատելու գործընթացից մենք հրաժարվում ենք, ասենք դրան Արցախահայության շրջափակման, Լաչինի Միչանսկի շրջափակման, էթնիկ զտման նկատմամբ այդ մեր պահանջներից միջազգային, այսինքն սա նշանակում է մենք կանաչ ճանապարհ ենք բացում Ադրբեջանի առաջ։ Նոր Ինչ ուզում ես հանցագործությունների համար։ արա, միևնույն է նախորդ հանցագործությունների մասին մենք չենք բարձրաձայնելու եւ դու պատրաստ ես նոր հանցագործությունների համար ինչ ուզում ես արա, միայն թե Նիկոլն ասում է ինչ ուզում ես արա, ես ամեն ինչին քեզ կաջակցեմ, ինչ ուզում ես, միայն թե իմ իշխանությունը 1 օր, 2 օր, 3 օր ավելացնես։ Սա է ինչի ես բազմիցս եմ նույն բոլոր ելույթներում նշել, որովհետեւ ոչ ոք ավելի լավ, քան ինքը, չգիտե թե ինքը ինչ է արել այս երկրի, այս ժողովրդի արցախահայության հանդեպ։ Ոչ ոք ավելի լավ չգիտի, քան ուրիշը չգիտի, քան ինքը, որ ինքը ինչ դավաճանական գործարքների է գնացել այս երկրի հանդեպ։ Ոչ ոք ավելի լավ չգիտի, թե ինքը ինչ խոստումներ է տվել թուրք-ադրբեջանական տանդեմին եւ մյուս իր տերերին իշխանության գալու համար։ Եվ ինքը շատ լավ գիտի, որ պահին ինքը իշխանությունը կորցրեց, պատասխան է տալու թե հայ ժողովրդի առաջ եւ թե հատկապես իրեն վերող տերերի առաջ դեռևս չկատարած խոստումների համար։ Ինքը ամեն ինչի պատրաստ է օր առաջ ձգելու իր իշխանությունը, որովհետև գիտի, որ դրանից հետո ինքը կյանքի նկատմամբ լուրջ վտանգներ ունի, այլ եմ կրկնում, ոչ ոք չգիտի, թե ինքը ավելի ինչ խոստումներ է տվել իր տերերին, որոնք դեռ չեն կատարվել, եւ միգուցե այնպիսի խոստումներ են, որոնք կյանք արժեն իր համար։ Ինքը ավելի լավ գիտի եւ դրա համար ամեն օր ամեն ինչ անում է, որպեսզի Ադրբեջանը թուրք-ադրբեջանական տանդեմը հանկարծ չորոշի իրեն հեռացնել իշխանությունից կամ չաջակցել, որ ինքը մնա իշխանության, այնպես որ այս իշխանությունից ամեն ինչ պետք է, ամեն ինչ կարելի է սպասել, բայց ես ասեմ, որ ըստ էության ես առավել քան համոզված եմ, չնայած Ադրբեջանը ինքը բարձրաձայն հայտարարում է, որ այդ նախաստորագրություն կոչվածը, այդ փաստաթղթի լինելու է մենակ իր կողմից։ Պարբերաբար սահմանադրության հարցն առաջ բերում։ Որովհետև մեկ անգամ չէ, երկու անգամ չէ, բազմիցս անգամ ադրբեջանական կողմը արդեն բարձրաձայնել է, որ իրենք ուզում են համաձայնագիր, պայմանագիր կնքել ոչ թե օրվա իշխանությունների, այլ Հայաստան պետության հայ ժողովրդի հետ։ Իսկ դա ինչ է նշանակում, որ նրանք հստակ ձևակերպում են, պետք է պահանջում են փոխել սահմանադրությունը, իսկ ինչու են այսպես հարձակվել մեր սահմանադրության վրա։ Ասեմ, փոխել սահմանադրությունը, ոչ թե սահմանադրությունում որևէ հոդվածներ փոխել, այլ նոր սահմանադրություն են պահանջում։ Իսկ ինչու նոր սահմանադրություն, որովհետև մեր սահմանադրության բոլոր հոդվածները կարելի է փոփոխության ենթարկել կամ ազգային ժողովի 2/3-ով, որ իրենք ունեն, կամ հանրակրվեով որոշակի հոդվածներ, բայց կան 3 հոդվածներ, ավելի շուտ 4 հոդվածներ, որոնք անփոփոխելի են, փոփոխման ենթակա չէ, եւ դրանց փոփոխությունը արդեն ենթադրում է նոր սահմանադրության ընդունում։ Դրանք առաջին, երկրորդ, երրորդ եւ 203 հոդվածներ, 203-ում ասում է, որ առաջինը, երկրորդը եւ երրորդը անփոփոխելի են, այսինքն ամրագրվում է։ Իսկ ինչ ունենք այդ հոդվածում առաջինում, դա մեր սահմանադրության հղումն է անկախության հռչակագրին, որտեղ հստակ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի երաշխավորն է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր տեր է մեր ազգային նպատակներին, որը ենթադրում է նաև Արցախի հետ վերամիավորում, որ տեր է ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման, փոխհատուցման այդ գործընթացին։ Սրանք են, որոնցից ուզում է ազատվել Ադրբեջանը, որովհետև շատ լավ գիտի Ադրբեջանը ով, բայց Ադրբեջանը շատ լավ գիտի, որ նոր եկած ազգային ուժ իշխանությունը հաստատ այս փաստաթղթերը, որ սա ստորագրել է, չեղյալ է հայտարարելու։ Ինչու? Որովհետև սրանք հակասում են մեր սահմանադրությանը։ Ավելի լավ
քան ասել, որ Նիկոլի այսօրվա գործողությունները հակասահմանադրական են, հնարավոր չի ասել։ Ադրբեջանը հենց ուղղակիորեն դա ասում է, որ հայ ժողովուրդ, ձեր վարչապետը, ձեր կառավարության ղեկավարը իր գործունեությամբ այսօր հակասահմանադրական գործունեություն է ծավալում, եւ ես դրա համար ուզում եմ, որ սահմանադրությունը փոխեք։ Դրանից լավ էլ ինչ ասի Ադրբեջանը, իսկապես նրան հենց դա է պետք, եւ այս ոչ բարով մեր ղեկավարը ՆՓ-ն ինչ ասում է, ես այո մեր երկիրը կարիք ունի տարածաշրջանային նշանակության սահմանադրության, ապուշ երկրի սահմանադրությունը երկրի ժողովրդի շահերը պաշտպանող փաստաթուղթն է։ Ինչու պետք է իմ երկրի սահմանադրությունը բխի ադրբեջանցու տարածաշրջանային երկրի շահերից, ինչու պետք է իմ երկրի սահմանադրությունը պաշտպանի ադրբեջանցու շահերը, սա է մեր ինքնիշխանությունը, որ այսպես դուք քարկոծում անընդհատ թմկահարում եք, ինչ ինքնիշխանության մասին է խոսքը, թե իմ սահմանադրությունը պետք է բխեցնեմ ադրբեջանցու շահերից, այստեղ ուր մնաց ինքնիշխանությունը, տարածաշրջանային սահմանադրություն, եւ եթե հիշում եք, այս վերջերս ինքը նիկոլիզմի թեզերը սկսեց հանրության մեջ շրջանառության մեջ դնել, եւ առաջի թեզը հենց դա էր, որ մեզ նոր սահմանադրություն է պետք, ել եմ կրկնում, մեր նոր սահմանադրությունը իրեն չի պետք, իրեն պետք է իր իշխանության երկարացումը, որի համար Ադրբեջանը պահպանջում է նոր սահմանադրություն, եւ երկրորդը, որի վրա երևի թե հանրությունը մի քիչ ուշադրություն դարձրեց, բայց ինքը նորից շատ վտանգավոր թեզ էր։ Այդ երկրորդ թեզով ինքը հակադրեց ազգ, ժողովուրդ գաղափարները եւ ասեց, որ ժողովուրդը դա այն քաղաքացին է, ով ապրում է տվյալ երկրի տարածքում եւ հետեւաբար այդ երկրի տերն է եւ անմիջապես վերջակետ, հա, ժողովուրդը նաեւ այլ ազգի բնակիչը, այլ ազգի ներկայացուցիչը, ով ապրում է ու այստեղ ոստացել է մեր քաղաքացիությունը եւ նա երկրի տերն է Եվ դրա կողքը դնում ենք Ադրբեջանի մյուս պահանջը 300,000 ադրբեջանցիները պետք է տեղափոխվեն Հայաստան եւ ոչ միայն 300,000, այդ 300,000-ը ովքեր որ իբր թե այստեղից գնացել են եւ նրանց աճը հաշվեսերունդները։ Այդ նշանակում է, ասենք 500-600,000 ադրբեջանցի պիտի գա, այստեղ ընդունի քաղաքացիություն, դառնա այս երկրի տերը։ Իհա պարզ է, որ այս դեպքում այդ սահմանադրությունը կդառնա ադրբեջանցու շահերը պաշտպանող սահմանադրություն, հասկանում եք։ Դրանից լավ, ոնց ասվի սիրելի հանրություն, որ մենք գնում ենք Նիկոլի, մենք ուզում ենք, ես ամեն ինչ անում եմ իմ իշխանությունը պահելու, որովհետև ես խոստացել եմ Ադրբեջանին, Թուրքիային եւ մյուս տերերին, որ դա եմ անելու։ Եվ ինքը հենց այդ խոստումները կատարելու համար էլ եկել է այս իշխանությունը։ Իսկ իշխանությունը պահելու համար նաեւ ադրբեջանցիներին կբնակեցնի այստեղ հակված եք, այդպես կարծել։ Իսկ Ադրբեջանը որևէ նշան ցույց է տալիս, որ ինքը իր ցանկությունները զսպում է, ոչ, եթե ինքը կարողացել է այսօրվա իշխանությանը մինչև գետնին խոնարհել տալ իր առաջ, քանի դեռ խոնարհված է, քանի դեռ սազիճունների է գնում, ինքը պետք է անընդհատ իր բոլոր ցանկությունների մասին ոչ միայն բարձրաձայնի, այլև հասնի այդ ցանկությունների կատարմանը ու դեռ կատարվում են ու դեռ հասնում է դրան։ Ինչու պետք է ինքը հանկարծ զսպի իր այդ ցանկությունը, որի մասին ինքը վաղուց բարձրաձայնել է։ Այո, որովհետև իր ադրբեջանցիները շատ լավ գիտեն, Ադրբեջանը, Թուրքիան շատ լավ գիտեն, որ եթե այդքան ադրբեջանցի եկավ, բնականաբար հենց պատկերացրեք 500-600,000 բնակչություն քաղաքացի ընտրող Իսկ մենք այսօր շատ լավ գիտենք, որ մեր սահմանադրությունը փոխելու համար, հա, առնվազն 650,000 քվե է պետք եւ ոչ միայն մասնակից, այլև այո։ Մենակ 650,000 ադրբեջանցով այդ թիվը կապահովեն արդեն։ Բա ինչի պիտի Ադրբեջանը զսպի իր այդ ցանկությունները։ Ես ոչ միայն համոզված եմ, ես կզարմանամ, որ ինքը հանկարծ զսպի։ Այնպես որ իսկ այս օրվա իշխանությունները հենց դա էլ անում են։ Ինչ պահանջելու է Ադրբեջանը, իրենք քանի դեռ իշխանություն են, պետք է տան, պետք է անեն։ Տիկին Գյուլիան, այս մարտահրավերները դուք ներկայացրեցիք, այս առումով ինձ հետաքրքրում է ինչ է անում ընդդիմությունը, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ձեռքը բռնի, քանի որ եթե իշխանականները ձեր խոսքերը լսեն եւ լսելու դեպքում էլ հայտարարում են, որ դուք պատերազմ եք ուզում եւ չանելու դեպքում այլընտրանքը պատերազմն է։ Գիտեք ինչ, ասում ենք ընդդիմությունը ինչ է անում։ Նախ այն, որ ընդդիմությանը հաջողվեց որոշակի, ասենք, հասկանում եք, ընդդիմության անընդհատ ամենօրյա ռեժիմով քննարկումները, բողոքները, ցույցերը, միտինգները, հանրությանը տեղեկացվածությունը ապահովելը, հենց սա է, որ Ադրբեջանը
այսօր վախենում է, որ վաղը մյուս օր ազգային ուժը եկավ, իր ձեռքբերումները կորցնելու է իր ձեռքբերումները։ Այսինքն հենց ընդդիմությունը հանրության աչքն ու ականջը բացում է։ Ընդդիմությունը այսօր չունի ցավոք սրտի մանդատների այն քանակը, որով կարողանա ազդել որոշումների կայացման վրա, բայց ընդդիմությունը ունի այդ ամբիոնը եւ կարողանում է ու այսօրվա այդ ադրբեջանական խաղերը հենց դրա բառապացույցն են, որ հանրության աչքն ու ականջը բացվել է, հանրությունը արդեն հասկանում է ինչ է ասում Նիկոլը, ինչ կա դրա տակ։ Հանրությունը այսօր անվստահություն է ամեն քայլափոխին հայտնում է իշխանությանը, դա ընդդիմության արածը չի ինչն է, հենց դա ընդդիմության արածն է։ Այն ամենամեծ հնարավորությունը այսօր միայն դա եւ ընդդիմությունը պարտավոր է քանի դեռ հնարավոր է հանրությանը տեղեկացնել, որ հնարավորինս հանրությունը դուրս գա ոտքի չհամաձայնվի անհամաձայնություններ, հիմա այսօր տեղական ինքնակառավարման մակարդակում ընտրություններով դա ցույց տրվի, վաղը մյուս օրը արդեն ազգային ժողովի ընտրություններով դա ցույց տրվի կամ վերջի հասնենք այս կառավարության հրաժարականին ինչ որ ձևով եւ բացի դա նաեւ իրենց ներսում պետք է այդ ցնցումները կան առնվազն։ Իսկ այդ ցնցումները իրենց ներսում արդեն առաջացել են։ Հովիկ Աղազարյանի օրինակով համոզվեցինք։ Որովհետև այս մարդը իր նպատակին հասնելու համար երկիր է, հա, այսպես ասած, կործանման է տանում երկիրը։ ԿՊ պատգամավորն ինչ է որ չկործանվի։ Նրա համար ճանապարհին պատնեշ չկա, եթե երկրի կործանումը իր համար խանգարիչ արգելք չի։ ԿՊ պատգամավորն ինչ է որ արգելք դառնա եւ այդ ամեն ինչ արդեն ԿՊ-ն ինքը զգում է եւ կան պատգամավորներ ովքեր գիտեք եթե առաջ այսպես ողջունում էին հիմա ուղղակի լռում են բայց ես չգիտեմ նրանց մտքում ինչ կա բայց տարբեր խոսակցությունների ժամանակ անհատական ազնական զգում ես որ այս մարդիկ համաձայն չեն եւ արդեն չեն կարողանում իրենց անհամաձայնությունը իրենց ներսում պահել եւ մեր ներկայությամբ են սկսում բարձրաձայնել։ Ես մի քանի անգամ իմ ելույթների մեջ ասեցի դուք գիտեք որ ես գիտեմ որ դուք այդպես չեք մտածում, ինչու չեք բարձրաձայնում, այսպես տեղից խլրտումներ էին, որովհետեւ իսկապես այդպես է։ Հիմա մեր ընդդիմության արածը այդ է նաեւ լինելու կարևոր գործը, որ նրանց մեջ այդ խլրտումներն առաջացնեն։ Հիմա նույն հաջողությամբ ընդդիմության, այսինքն ընդդիմություն չէ, բայց այսօր պատգամավորները իրենք ԿՊ-ն մեծ հնարավորություն ունեն, հա, այս Հովիկ Աղազարյանի նկատմամբ վերաբերմունքը փակ գաղտնի քվեարկությամբ ինչ որ ձևով բարձրաձայնել տեսնենք։ Բայց ամեն դեպքում այդքան Հովիկ Աղազարյանի դեպքը չի մետակի, ինչքան ասենք օրինակ այսօր մենք առաջիկայում ունենք ընտրություն։ Այո, հենց սարմով եւ ռեպրեսիաներ են արդեն սկսել իշխանությունները, ինչ եք կարծում, եթե պարտվի Նիկոլ Փաշինյանը պատրաստ կլինի ընդունել այս պարտությունը, թե օրինակ ականատես կլինենք Վանաձորի օրինակին։ Գիտեք, ես հենց դա էի ուզում ասել, որ այս մարդը գիտեք շատ լավ տիրապետում է սոփեստությանը որպես գիտություն, սոփեստությունը ինչ է որ եղած, ասենք սխալը որպես ճշմարիտ ներկայացնելու, իր ուզած ձևով ներկայացնելու վարպետություն է եւ ինքը շատ լավ դա ամեն ինչը կարող է իր ուզած ձևով փորձել ներկայացնել, իրենք շատ լավ ոչ միայն իրենք, այլև իրենց տերերը, իրենց հուշողները իրենց լավ հուշում են եւ նրանք իհարկե ինչ որ հնարքներ պետք է փորձեն գտնել, ասենք Վանաձորում մինչեւ օրս ինչ ունենք Վանաձորում, հա 21 թվականին դեռ Վանաձորցին ըստ էության էապես մերժեց ՆՓ-ին ու ԿՊ-ին մերժեց, որովհետև 17 մանդատ 33-ից ստացել է ընդդիմությունը, ԿՊ-ն ստացել է ընդամենը 8 մանդատ։ Այսինքն դրանից լավ մերժել եւ իրենք ուրիշ տարբերակ չունենալով քրեական գործ բացեցին, մինչեւ որը ձգվում է 3 տարի կալանքի տակ պահեցին Էդմոն Մարուքյանի ձեռամբ եւ Էդմոն Մարուքյանի ձեռամբ ոչ թե կալանքի տակ պահվեց Մամիկոնը, այլ Էդմոն Մարուքյանի ձեռամբ քաղաքապետ ավականին հնարավորություն չունեցավ համայնքի ղեկավար ընտրելու նման մի հնարք էլ պետք է գտնեն Գյումրիում ու կգտնեն նույն Երևանում չարեցին նույն բանը արեցին Երևանում այնտեղ արդեն ըստ էության այստեղ եթե բան ենք անում դոգե չգիտեմ ինչ նրա ձեռամբ ըստ էության նիստը կայացավ
Եվ կարողացան ծրագիր հաստատել, բյուջե հաստատել, իրենք թեկուզ հայտարարեցին, որ իրենք եկել են ու դեմ են քվեարկել, բայց ում եք ինչի տեղերում դուք ապահովեցիք քվորումը, իսկ օրենքն ասում էր, որ եթե մասնակիցների կեսից ավելին դուք պետք է չմասնակցեիք, որ այդ նիստը չկայանար, մասնակցելով դուք ապահովել եք նիստը, եւ դրանից հետո հայտարարել, որ Էդմոն Մարուկյանը ընդդիմադիր է, Դոգը ընդդիմադիր է, չի կարելի հանրությանը այսքան անտեղյակ մարդու անտեղյակ չհասկացողի տեղ դնել։ Արամ Սարգսյանն էլ էր կարծես թե ափսոսում, որ իշխանությանը աջակցել է, օրերս հայտարարում էր, որ ժողովուրդը չի գնահատել իր արարքը, որ ինքը իր վարկանիշի հաշվին ԿՊ-ի հետ կոալիցիայի գնաց եւ թույլ չտվեց, որ Երևանում նոր ընտրություններ լինեն։ Հա դե Արամ Սարգսյան, Էդմոն Մարուկյան, իրենք երբ պետք է ոնց պետք է որ պահին պետք է խոսում են։ Իրենք չեն ամեն մի հաջորդ օրը մի նոր սուտ են հայտարարում, նախորդ սուտը ծածկելու համար, մի նոր վատ բան են անում, նախորդ վատ բանը մեր հիշողությունից անելու համար, այնպես որ Արամ Սարգսյանը այն չափման միավորը չի, որի մասին կարելի է խոսել եւ ընդհանրապես ասած, հա, ասենք, որպես գործիչ նրա գործունեությունը քննարկել, նա այդ կերպարը չի։ Նա չկա որպես քաղաքական գործիչ, ինքն է իրեն համոզում, որ կա։ Ամեն դեպքում հանրության որոշակի հատված իր կուսակցությանն է ձայն տալիս, օրինակ Երևանի վերջին ընտրություններում։ Այո, եւ ըստ էության իր կուսակցության ներկայացուցիչն էլ այսօր Արտակ Զեյնալյանը, հա, որպես այդ Եվրոհանրաքվեի, հա, ներկայացուցիչ ազգային ժողով ներկայացնում է, ասենք այդ դեպի Եվրոպա, դեպի Եվրո ԵՄ մեր գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, ասենք, հետո հանրությունը ինչ է, եւ գիտեք ինչ է ասում Արտակ Զեյնալյանը ասում է, ես խոսել եմ 60,000 այդ ստորագրողների հետ, եւ իրենք որևէ բացասական կարծիք չեն հայտնել այդ ԵՄ գործընթացի մեկնարկի մասին օրենքի վերաբերյալ։ Չհասկացա, այս ստորագրողի հետ չպետք է խոսես, հանրության կարծիքի կամ հանրային կամքը հայ ժողովրդի կամքը վերհանելու համար։ Դու այն 2.5 միլիոն չստորագրողի հետ պետք է խոսես։ Զարմանալի կլիներ, որ ստորագրողն էլ կասկածեր։ Իրենք ասում են, իրենց ձայն իրենց ականջը չեն գցում։ Որ հասկանան ինչ։ Այս նախագծի երկրորդ ընթերցումն էլ իշխանությունը հետաձգեց, այստեղ ինչ եք տեսնում, սա ինչի համար արվեց։ Հետաձգեց, բայց կարծեմ երկուշաբթի օրը նորից հանձնաժողովում բերում են, էլի քննարկում են, թե ինչ կլինի, չգիտեմ, որովհետև ըստ էության, գիտեք, այս իշխանությունը ըստ էության ինքը հասկանում է, որ այն տերերը, որոնց պահանջները բերել են իրենց, հա, այս տերերը այսօր իրենց վրա աշխատելու, իրենց վրա ուշադրություն դարձնելու ոչ ժամանակ, ոչ ցանկություն, ոչ միջոց են ուզում տրամադրել, որտեղ նրանք ավելի լուրջ խնդիրներ ունեն, եւ բնականաբար ինքը հիմա պետք է սկսի այս երկկողմանի խաղը, Ռուսաստան-Եվրոմիություն այսպես շպագատի ձևով նստի, մինչեւ հասկանա Իրան որտեղից են գլխատելու, ուղարկելու Ասկան երաշխիքների փնտրտուքի համատեքստում եք դիտարկում։ Իր իշխանությունը փրկելու, իր կյանքը փրկելու երաշխիքների մեջ է, որոնումների մեջ է։ Այդ երաշխիքների որոնման process-ի մեջ է, այնպես որ չգիտեմ, ես ճիշտ ասած ավելի շատ հիմա կուզեի խոսել այս համաձայնագրի Եթե ինքը այսպես ստորագրում այդպիսի ապուշ հայտարարություններ անում է, դուք եկեք, միևնույն է մենք դրա բացասական հետևանքների մասին։ Գիտեք, մենք փաստացիորեն հետ ենք կանչում մեր բոլոր գանգատները։ Արդյունքում այն Հռոմի ստատուտը, որ այսպես թմկահարելով ընդունեցին եւ նույնիսկ ելույթների ժամանակ, երբ որ ես մեր մի քանի ոչ թե մի բոլոր ելույթ ունեցող գործընկերները մենք խոսում ենք, որ դուք վտանգավոր խաղի մեջ եք մտնում, Վլադիմիր Վարդանյանը իրենց իրավաբանը, այսպես ասած, գլխավոր խորհրդատուն իրավաբանական հարցերում Տիկին Գյուրեղյան, Տիկին պարոն Մինասյան, չգիտեմ, դուք այսպես խոսում եք, բայց չէ որ մենք առանց ստատուտի չենք կարող վաղը մյուս օրը ցեղասպանության ճանաչման գործընթացում որոշ ձեռքբերում ունենալ, այս ստատուտը մեզ պետք է, որպեսզի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում մենք հաջողություններ ձեռք բերենք։ Հիմա ուր մնաց այդ ձեր ստատուտի համար, այդ գործի համար ստատուտի ընդունումը, երբ որ դուք այսօր ըստ էության հրաժարվում
խախտում եք բացահայտորեն ցեղասպանության ճանաչման գործընթացից գանգատներից եւ դրա արդյունքում Ադրբեջանը այսօր արդեն բարձրաձայնել է, որ դուք ագրեսոր եք եւ բնականաբար միջազգային ատյաններում, միջազգային հարթակներում արդեն բարձրացնում է Հայաստանը ագրեսիայի է ենթարկել ադրբեջանական տարածքը եւ ռեպարացիաների հարց է դնում։ Այսինքն վաղը մյուս օրը իրենք հրաժարվում են իրենց մեր գանգատներից, բայց ադրբեջանցին ասում է Եթե հրաժարվում ես, որովհետև դու ընդունում ես, որ ագրեսոր ես, եթե ագրեսոր ես, ուրեմն պարտավոր ես ինձ այսքան վնասներ $60 միլիարդ մասին է խոսքը գնում։ Երբ որ process-ը սկսվի, այդ 60 միլիարդը շատ է բազմապատկվելու։ Եթե իրենք վաղը մյուս օրը շատ ավելի շատ մեծ թվերի մասին է խոսքը գնալու։ Եվ ասում եմ, օրինակ փոխադարձաբար է տեղի ունենալու այս հրաժարումը, որ Հայաստանն էլ այդպիսի հայցերից դեպքում խնդիրներ չբախվի։ Փոխադարձաբարի որևէ նշան մենք տեսել ենք, մենք բազմիցս հարց ենք տալիս։ Լավ, դուք խոսում եք, որ սա փոխադարձաբար պայմանավորվածություն, բանակցություն, համաձայնագիր է։ Մենք հասկացանք, մենք ինչեր ենք զիջել։ Իսկ ինչ է զիջել ադրբեջանցին, որ մի պահանջն էր, որ միջև հիմա ինքը դրել էր, ինքը հրաժարվել է այդ պահանջից։ Կար հասարակ այդպեսին։ Կա այդպեսին, ասեք, նշեք, գոնե մեկը։ Արարատ Միրզոյան ասում է, ինչ կապ ունի, մենք 500-ն ենք զիջել, իրենք 4-ը, ասում լավ, 4-ը չեք, մեկը, ասեք այն մեկը, որից Ադրբեջանը հրաժարվել է, չկա այդպիսի բան։ Ադրբեջանը առայժմ դեռ ստանում է այն, ինչ ուզում է, ու շարունակելու է այդ ճանապարհը։ Որովհետև սրանք ամեն ինչ տալու են, սրանք ամեն ինչ պատրաստ են տալու, եթե իհարկե մեր հանրությունը հանդուրժի սրանց իշխանությունում իմանալը, բայց ես համոզված եմ, որ վաղուց արդեն հանրությունը հասել է այն արդեն համոզմանը, որ այս իշխանությունով մենք երկիր ուղղակի չենք ունենալու արդեն, եւ հանրությունը արդեն համոզված է, որ մեր երկրի փրկության միակ ճանապարհը առաջին հերթին առաջին խնդիրը սա առաջին խնդիրն է, առանց որի մյուսները չեն կարողանել այս իշխանությունից հրաժարումն է, այս իշխանությունից ազատվելն է ամեն գնով։ Եվ Տիկին Գյուրգյան, նույն Գյումրու ընտրություններին վերադառնալով, այս ընտրություններից ինչ ակնկալիքներ ունեք եւ եթե ընդդիմադիր տարբեր տեխնացուները հաջողության հասնեն, ինչ եք կարծում, նրանք կարողանան միավորվել հաշվի առնելով այն տարաձայնությունները, որոնք այսօր կան երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջեւ։ Գիտեք, ճիշտն ասած, ես չեմ ուզում այդ թիմերի միջեւ այդ հակադարձ, նրանք ինչ որ ենթադրենք այսօր մեր երկրի համար առաջնային խնդիրը չի եւ դա չեմ էլ ուզում եթերը ուղակի ծախսել, հա, այդ անհամաձայնությունները են թիմերը, դա ուրիշ խնդիր է, բայց Գյումրիում ես առավել քան համոզված եմ, որ եթե իսկապես ընդդիմադիր ուժերը գումարային մեծ հաղթանակ ունենան, հա, այդ տարբերությունը ձեռք բերեն, հաստատ այդ միավորումը կլինի։ Ես առավել քան համոզված եմ, որովհետև ի վերջո Գյումրին էլ, տեսեք, Վանաձորցին ուներ այդ թասիբը, հա, այսպես ասած, Վանաձորցին իր մեջ գտավ այդ թասիբը եւ ասում եմ 8 մանդատ տարավ ընդամենը ԿՊ-ն եւ ըստ էության Վանաձորցու այդ թասիբները ընդդիմության համատեղ հանդես գալն էր, որ մինչև օրս ԿՊ-ն չի կարողանում գնալ նոր ընտրությունների կամ ավականուն ներսում նոր ղեկավարի ընտրության, նույնիսկ նա ինքը ոչ թե ընդհանրապես թիմ ընտրությունների մասին չի կարողանում մտածել, այլ նաև ավականուն ներսում համայնքի ղեկավար ընտրելու գործընթացը չի կարողանում սկսել, որովհետև ինքը շատ լավ համոզված է մինչև օրս էլ, որ ներսում ընդդիմադիր ուժը միասին է, իսկ այնտեղ իսկ նույնը կատարվելու է նաև Գյումրիում։ Եվ ես առավել քան համոզված եմ, որ Գյումրիում ավելի մեծ արդյունքներ են գրանցվելու ընդդիմադիր ուժերի հավաքած մանդատների թվականակով։ Եթե Վանաձորում 17 ընդդիմադիր ուժներ եւ 8-ը ընդամենը ԿՊ-ներ, այնտեղ 5-ը այսօրվա այդ հասկն է, որը որ որից որ ԺՊ նշանակվեց եւ այլն, բայց ամեն դեպքում Գյումրիում ես համոզված եմ, որ ավելի մեծ տարբերությամբ են արդյունքները գրանցվելու, որովհետև Վանաձորը այդ արդյունքին հասել է 21 թվականին։ Հիմա արդեն 24 չէ, 25 թվականն է եւ եթե այն ժամանակ դեռ կային միամիտ հայրենակիցներ, ովքեր մտածում էին, որ լավ անկախության, լավ ասենք անվտանգության, պատերազմի եւ այլնի հարցերում չկարողացան, որովհետեւ խեղճարիվն ինչ անի թիմ չուներ, հիմա արդեն շատ լավ հասկանում են, որ սրանք ոչ մի ոլորտում ոչ մի խոստում չեն կատարել ու չեն կարողանում կատարել։
Այսինքն այսօր արդեն ավելի ակնհայտ է, իսկ դա գյումրեցիներն է տեսնում։ Հենց ինքը իրեն տեսնում է, չէ, իրեն խոստացած Գյումրիում ինչ վերափոխումներ է խոստացել կատարելու, բա ուր են այդ խոստումները։ Մյուս անվտանգային հարցերը, սահմանային հարցերը դնելով մի կողմ։ Ամենասովորական կրթություն, առողջապահություն, տնտեսություն, մանր փոքր միջին բիզնես, որ ոլորտը մտնեք, այստեղ էս կառավարման ճգնաժամ է։ Կառավարման ճգնաժամի իր խոստումների չկատարում եւ այնպիսի չկատարում, որը արդեն փաստարկված է, որ արդեն ցույց է տալիս, որ այս կառավարությունը իր ծրագիրը չի կատարել։ Այսինքն այս մի քանի ամիսը այն մակարդակի չկատարման թվեր ունենք, որ այս մի քանի ամիսը չի կարող որևէ բան փոխել, թե կրթության ոլորտում, թե առողջապահության ոլորտում, թե փոքր ու միջին, թե հարկային ոլորտում, ամենտեղ։ Այնպես որ գյումրեցին ես համոզված եմ, որ գտնի իր մեջ այդ թասիբը, վանաձորցուց առաջ կանցնի եւ ավելի կոշտ ոչ կասի այս իշխանություններին։ Եվ Տիկին Գյուրեղյան, ցանկացած adekvat կառավարություն նախընտրական տարում խուսափում է ժողովրդի հարկային բեռը մեծացնելուց, քանի որ դա անշուշտ իր ազդեցությունն է ունենալու ընտրական գործընթացների վրա, սակայն մեզ մոտ հակառակ պատկերն է։ Ինչով եք սա պայմանավորում, ըստ ձեզ ինչի մասին է վկայում այս միտումը։ Այնպես չի, որ իրենք չեն հասկանում դա, բայց իրենք եւ մեր երկիրը բերել այնպիսի վիճակի, որ իրենք որ եկան, ամեն նոր տարին մի նոր վարկ էին վերցնում եւ այդ վարկերը ըստ էության եթե առաջի 2-3 տարում ինչ որ իմաստով արտոնյալ վարկեր էին, իսկ ինչ արտոնյալությունը որտեղ էր այդ վարկերի, որ ասենք իրենց տալիս են ասում են առաջի 2 տարին, առաջի 3 տարին տոկոս չեք վճարելու, մայր գումար չեք վճարելու։ Հիմա այդ բոլոր վերցրած վարկերի թե տոկոսի, թե մայր գումարի վճարման ժամանակները վաղուց արդեն եկել են եւ իրենք քանի որ տնտեսություն չեն զարգացրել, իրենք քանի որ ամեն ինչ արել են մեր տնտեսությունը հիմնահատակ քանդելու պետական պարտքը կրկնապատկել են եւ այդ պետական պարտքից բացի վարկերի սպասարկման թվերն են բազմապատկվել, իրենք այլ տարբերակ չունեն, քան քերելու, որովհետեւ ինքը պետք է այդ միջազգային վարկատուին վարկ փակի։ Պատկերացրեք ամեն մեկս մեր ընտանիքում նոր վարկ ենք վերցնում հինը փակելու համար, սրանք ինչ են անում, եթե մենք հինը պետք է x չափով վարկ ունեինք փակելու, հիմա սրանք 2x չափով վարկ են վերցնում, x-ով են հինը փակում են, այլ մյուս x-ն էլ վայելում են։ Այսինքն չեն դնում գոնե կապիտալ ծախսի համար, չեն դնում գոնե տնտեսության զարգացման համար, աշխատատեղ ստեղծելու համար եւ հետեւաբար հիմա հաջորդ տարին է 2x չափով վարկի մասին պիտի մտածեն եւ ուրիշ ճանապարհ չկա այս վարկերը փակելու, իսկ դրսի վարկատուն Ոյել չի ներելու իրենց, չի ներելու։ Եվ իրենք դրա համար անցել են այս հարկերով մեր ժողովրդին քերելու տարբերակ։ Այլև չի մնացել իրենց։ Տարբերակ չունեն։ Ելի եմ կրկնում, այնպես չի որ իրենք այդ հնարավորությունը չունեն։ Տեսեք, ընդամենը 3, հա, թե առաջին օրը մեր խմբակցությունը օրենքի նախագիծ է առաջ տարել, որ թոշակի դուք իրենց ձեռքով, իրենց ծրագրում հստակ գրել են, որ մինչև 26 թվականը նվազագույն զամբյուղը, նվազագույն աշխատավարձը, նվազագույն թոշակը պետք է համարժեք լինեն։ Այսինքն առնվազն նվազագույն զամբյուղին համարժեք թոշակ պետք է ստանա թոշակառուն։ Հիմա մենք էլ ասում ենք, լավ, դուք այդ արել եք, ասում եք, որ պետք է հասցնեք։ Մինչև 26 թվականը դա դեկտեմբերի 21-ն է այս տարվա։ Փաստացիորեն, եթե դուք ասում եք, որ մենք մեր կառավարության ծրագիրը կատարելու ենք, ուրեմն մենք ընդունում ենք, որ դուք կհասցնեք դրան։ Այս պարագայում ասում ենք, եկեք օրենքով ֆիքսենք, որ դրանից հետո, երբ որ դուք կհասցնեք այս մակարդակին թոշակի չափը, արդեն թոշակի չափը լինի համամասնությամբ նվազագույն զամբյուղի, այսինքն դրանից հետո որևէ նոր իշխանություն իրավունք չունենա մոռանալ այդ մասին։ Այսինքն եթե ինֆլյացիայով գնաճի արդյունքում նվազագույն զամբյուղը աճում է, թոշակն է դրան համարժեք աճեցնենք։ Մենք դա ենք ասում։ Իհարկե մերժվեց, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ ոչ միայն իրենք չեն հասցնելու այդ նվազագույնները, հետո պահելու տարբերակ էլ չունեն։ Այս տարվա համար էլ են խոստացել թոշակները բարձրացնել ու չկատարվեց։ Հիշեք, այս 5 տարի է իրենք ինչ եկել են իշխանության, ամենասովորական ընդամենը վերջերս հարց եմ տալիս, իրենք այսպես ցնցումների մեջ են։ Ամենտեղից վեր կացող падգամավոր իշխանավոր ասում է 300 դպրոց 500 մանկապարտեզ, որ իշխանությունն է այդպիսի ծրագիր ունեցել։ Ես ընդամենը մի 10 օր առաջ եմ հարցում, ասում լսեք,
Դուք խոստացել եք մինչև 26 թվականը, դա դեկտեմբերի 31-ն է այս տարվա։ 300 դպրոց, 500 մանկապարտեզ սարքել, վերանորոգել, հիմնանորոգել։ Տվեք ինձ այն դպրոցների ցանկը, որոնք այս ծրագրի շրջանակներում գումար սարքել, վերանորոգվել, հիմնանորոգվել են։ Տվեք ինձ ցանկը եւ տվեք ըստ մարզերի, ըստ բնակավայրերի, դպրոցների համարների, որպես հենց այնպես օդի մեջ թիվ չկրակեք։ Եվ ես պատասխան եմ ստանում այս տարվա փետրվարին, որ նման դպրոցների թիվը 40-ն է, բայց ցանկը չեն տալիս, իսկ ասում են ցանկի համար նայեք կառավարության այդ որոշման հավելվածի մեջ եւ ես նայում եմ կառավարության այդ հավելվածում, որտեղ այդ 300-ից ընդամենը 27-ի դիմաց է գրված ավարտված։ Հիմա ասում եմ, լսեք, եւ ասում են թվերով գրել են 65-ն էլ կավարտենք, ասում են նույնիսկ եթե ես ձեզ հավատամ 40 + 65 դա 100 է 1/3-ն է այդ 65-ը ենթադրության մեջ, իսկ այսօրվա դրությամբ ընդամենը 9%, 300-ի 27-ն է ավարտած։ Գրել եք դուք ձեր կառավարությունը, ձեր կառավարության կայքը։ Ոչ ինչ եք թմկահարում։ Եվ այդպես բոլոր ոլորտներում խոստացան ժողովրդին թոշակների բարձրացում չկա։ Կարող է մյուս տարի, հա, մյուս տարվա մեջ 1000 կամ 2000 դրամ նախընտրություններին թարա, բայց դա բոլորովին կապ չի ունենալու եւ համարժեք չի լինելու իհարկե նվազագույն զամբյուղին։ Խոստացան առողջապահության ապահովագրություն։ Արդեն այս տարվանից այդ ապահովագրությունը բոլոր թոշակառուներին պետք է անդրադառնար։ Ուրա դուք լսել չկա եւ դեռ ավելի սոցփաթեթները այս տարի մարտն է արդեն մարտը ավարտվում է սոցփաթեթները որոնք որոշակի սոցիալական խմբեր օգտվում էին որոնցից այսօր դեռ չեն գործում այս պահի դրությամբ երբ որ ես առողջապահության նախարարին հարցնում եմ բա ինչի չեն գործում ասում եմ դե գիտեք անցյալ տարի ինչ որ հակասություններ տեսանք փորձում ենք ուսումնասիրել այսինքն ասում եմ 1/3 տարվա առաջին երամիսյակը արդեն ավարտվում է այդ մարդը հիվանդ է Պետք է սպասի մինչև դու վերլուծություններ անես, եթե դու հակասություններ ես տեսել, հարցեր է առաջացել քո մոտ, նշանակում է դու քո տնային աշխատանքը լավ չես կատարել։ Քո ենթականները լավ չեն աշխատել։ Քո ենթականները լավ չեն կատարել, դու լավ չես կառավարել։ Դու այդ ուսումնասիրությունը պետք է աներիր դեռ նոյեմբերին, դեկտեմբերին, որ հունվարից քաղաքացին գնա իր սոցփաթեթով իր բուժումը ստանար։ Հասկանում եք, ոչ մի ոլորտում չկա մի բան, որ գրել են ու կատարել են։ Էպարս չի, որ այս ամեն ինչը գյումրեցին էլ է տեսնելու, այս ամեն ինչը հաջորդ փարաքարի ընտրություններում փարաքարցին էլ է տեսնելու։ Իրանք տեսնում են, չէ, որ փարաքարում առաջարկում են այս ինչ գյուղապետին, այս ինչը համայնքի ղեկավարին, մեկ է տեսնում ես ուղիղ մեկ շաբաթ հետո ինչ որ զենքի օգտագործման գործով այդ մարդուն բռնում են։ Հաջորդ անգամ մի ուրիշ կռվի մեջ է հայտնվում։ Այսինքն էս են նրանց, էս է նրանց կադրային բազան։ Կրթություն չունեն Բայց կրթում են բոլորիս։ Բայց բարձր այո, կրթում են բոլորիս։ Դասախոսություններ են կարդում մեզ համար։ Նորաձև կրթության մասին է խոսում։ Ինչ նորաձև կրթության մասին է խոսքը։ Նորաձև կրթությունը այն Աննա Հակոբյանի սապոգները տան մեջտեղը դրած, հատակին նստած համբյուտերը դեմ, դա է նորաձև կրթությունը։ Բարձրագույն կրթություն չունեցողը ՆՓ-ն, որ բարձրագույն կրթություն չունի, նորաձև կրթության դասախոսությունն է կարդում, խելքի արժեցեք։ Այս է մեր երկրի նորաձև կրթությունը եւ նորաձև կրթության, այսպես ասած, ջատագովներն ու այդ առաջամարտիկները իրենք են։ Այսինքն ավեսկետ միտումնավոր արժեզրկում են կրթությունը, ինչ եք կարծում։ Նրանք վաղուց են սկսել այդ process-ը եւ երբ որ ես իրենց մի անգամ հարցրեցի, ասի լավ, դուք ասում եք, որ ծրագրով չեք եկել, երկիրը քանդելու ծրագրով չեք եկել, եկեք մի հատ առաջադրանք տամ։ Վարժություն եմ առաջարկում ձեզ։ Ունենք X երկիր, որը նպատակ եք դրել քանդել։ Գրեք այդ քայլերը, ինչ կանեիք այդ X երկիրը քանդելու համար, եւ հիմա այդ ձեր քայլերը համեմատեք ձեր արարածների հետ։ Մեր երկրի համար առաջնային արժեք է եղել միշտ կրթությունը, ընտանիքը, հերոսությունը, բանակը, հարաբերությունները տարբեր երկրների հետ մեր համակ։ Իրենք առաջին օրվանից հենց սրանք քանդեցին։ Կրթությունը քանդեցի, բա կրթության քանդելը ոնց է լինում, երբ որ այսօր իրենք առաջարկել են, բերում են ծրագիր մարզային բուհերը փակելու։ Բա կրթության քանդելը ոնց է լինում։
Իրենք ասում են մենք ակադեմիական քաղաք ենք սարքելու։ Լսեք, ակադեմիական քաղաքը նախ չեք սարքելու, նախ որովհետև նույնիսկ ձեր այդ ծրագիրի ղեկավարը, այդ շինարարության գերմանացի մասնագետը, ում այդ պայմանագիրը կնքում, հստակ հայտարարել է, որ դուք լավագույն դեպքում կունենաք 30 տարի հետո։ Իսկ դուք գրել եք ստեղծված է ակադեմիական քաղաքը 30 թվականին, երբ ասում են տիկին նախարար, երկուսդ էլ 30 եք ասում, բայց նա 30 տարի հետո դու 30 թվական որդ եք խափում։ Ասում տիկին ջուրեր, ասում դուք սխալ եք հասկացել, ստեղծված է ակադեմիական քաղաք, այդ չի նշանակում քաղաքը ստեղծված է։ Այսինքն ասում եմ, ստուգաբանությունը ստեղծված է, բառի պետք է ճշտել։ Այսինքն երբ որ թղթի վրա գրված է, հա, այդ նախագիծը ուրեմն ստեղծված է։ Էս է իրենց մենք միշտ սխալ ենք հասկանում։ Բայց դրա փոխարեն օրենքի նախագիծ են վերել, որը մարզային բուհերը փակելուն են տանում։ Ասում եմ, ո՞նց է մարզերը բուհերը փակում։ Ասում եմ, ես չեմ գրել, որ մարզերի բուհերը փակելու մասին ենք խոսում։ Ասում եմ, հասկացանք չես գրել, բայց դու ինչ եք ես թվում, որ դիմացինը չի հասկանում ինչ ես գրել։ Հստակ գրվել է, որպեսզի բուհը գործի, պետք է ստանա լիցենզիա։ Հաջորդ էջում, որպեսզի լիցենզիա ստանա, պետք է ունենա առնվազն 4000 ուսանողի ենթակառուցվածքներ ապահովի։ Ոչ մի մարզում մենք այսօր չունենք որևէ մեկ մարզային բուհ, որ 4000 ուսանող ունենա։ Հաջորդում ասում է, ոչինչ որ դու 4000 ուսանող չունենաս, բայց դու 4000-ը ապահովի, եթե 2000-ից քիչ, կեսից քիչ ունենաս, կփակենք 3 տարի, եթե չէ 2001-ի դեպքում կպահենք, ասում եմ, լսի, 2001 ուսանողի դեպքում, եթե դու թույլ ես տալիս այդ բուհի գործունեությունը, ինչ ես պահանջում 4000-ի համար ծախս անել։ Իսկ այդ ծախսը ենթադրում է ուսանողի ուսման վարձի բարձրացում, ենթադրում է դասախոսի աշխատավարձի իջեցում, ուրիշ բան չի ենթադրում։ Հիմա եթե ուսանողը պետքա կրկնապատիկ, գեռապատիկ ավել վճարի մարզային բուհում սովորելի, կգա Երևանում կսովորի։ Եթե ուսանող դասախոսը որ երիտասարդ կա, դերը կգնա ցածր աշխատավարձով որակյալ կրթություն կապահովի մարզային բուհում։ Մարզային բուհերը փակել էլ ոնց անում, պոզով պոչով ա լինում։ Չէ, իրանց պետք է որ մարզերը դատարկվեն, բնակիչները արտագաղթեն, որ այդ 300,000 ադրբեջանցին գամտնի մարզեր։ Իրանց նպատակը դա է։ Բայց կրթություն քանդել էլ ոնց է լինում։ Իսկ իրանց պետք է չկրթված, անառողջ, հեշտ կառավարելի հանրություն, որ իրանք ինչ ասեն, էդ էլ անեի հանրությունը։ Հուսանք կլուծվեն այս խնդիրները Տիկին Գյուլիան։ Մենք այլ տարբերակ չունենք։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ, ես եմ շնորհակալ այս նման հնարավորության համար, շնորհակալ եմ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արմենուհի Գյուլիանի հետ։ Կհանդիպենք։